Օրագիր Նյուսը գրել է. Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից շարունակվում են 2 տարեկան կորած երեխայի որոնողական աշխատանքները, ներկայումս որոնողական աշխատանքներում ներգրաված են մեծ թվով ուժեր, ոստիկաններ, փրկարարներ, ջրասուզակներ, ինչպես նաև կիրառվում են դրոններ։ Մարդիկ ակտիվորեն միանում են որոնումներին, նաև կամավոր կերպով։ Տարբեր քաղաքներից և գյուղերից շատերը գալիս են Մարմարիկ իրենց աջակցությունն ու մասնակցությունը ցուցաբերելու որոնողական աշխատանքներին։ Օրագիր Նյուսը ևս այցելել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղ տեղում ուսումնասիրելու 2 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքը։ Զրուցել են երեխայի ծնողների, հարազատների, համագյուղացիների հետ, փորձելով պարզել, թե որ փուլում են այժմ որոնումները և ինչ վարկածներ են շրջանառվում երեխայի գտնվելու հնարավոր վայրերի վերաբերյալ։ Գործանելուց եմ եղել բակում, առաջացել եմ դեպի տուն, կինս հարցրել ա երեխան ուր ա, ասել եմ տուն ա եկել։ Հավանականությունը մեծ ա, որ գողացած կլինեն, ման են գալիս, երեխուց ոչ մի բան չկա, թշնամի չունեմ, մարդ էլ չկա, որ կասկածեմ, Օրագիր Նյուսի հետ զրույցում ասել է երեխայի հայրը։ Ընտանիքն արտակարգ ընտանիք է, իմ հարևաններն են, իրենց թոռնիկն էդ իմ թոռնիկն էլ ա, տենց կարելի ա ասել է հարևաններից մեկը, իսկ ավելին տեսանյութում կարող եք դիտել Օրագիր Նյուսի յութուբյան ալիքում։ Երրորդ օրն է, ինչ ազգով սպասում ենք մի հրաշքի, երրորդ օրն է, ինչ 2 տարեկան Տիգրանի անունը հնչում է ամեն աղոթքում, ամեն սրտում։ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մայիսի 4-ից շարունակվում են փոքրիկի որոնողական աշխատանքները։ Օրը սկսվում է հույսով, ավարտվում ցավով ու մտահոգությամբ, բայց չնայած դժվարություններին, որոնումները շարունակվում են անընդհատ։ Ներկայումս որոնողական աշխատանքներում ներգրաված են մեծաթիվ ուժեր, ոստիկաններ, փրկարարներ, ջրասուզակներ, ուղղակի մարդիկ, ովքեր ցավում են ու գնացել են Մարմարիկ։ Նրանք օգնում են գետերի ու անանցանելի տարածքների զննելուն։ Անմիջապես Տիգրանի անհետանալուց հետո գործի են անցել նաև փրկարար շները, հոտառությամբ որոնելու երեխային։ Մարզի բնակիչներից մինչև հեռավոր քաղաքներից եկած կամավորներ անշահախնդիր աջակցում են մի բուռ հույսը չկորցնելու համար։ Հարազատներն անկեղծ ու կոտրված են, համագյուղացիները մտահոգ։ Տիգրանի հայրը դժվարությամբ է խոսում, բայց ասում է հստակ. Ես բակում գործ էի անում, կինս հարցրեց երեխան ուր է, ասացի երևի տուն է գնացել, բայց պարզվեց ոչ ինձ հետ է, ոչ էլ տանը։ Այս խոսքերի հետևում լռություն է, բայց այն ծանր է, կորստի լռություն, որը բառերով չի չափվում։ Հարևաններից մեկը նույնպես չի կարողանում զսպել հույզերը, մարդիկ բակում գործ էին անում, երբ մայրն ու հայրը վազելով եկան հարցրին Տիգրանին տեսել եք, սիրտս կտոր-կտոր եղավ։ Երեխայի կորուստը մեկ ընտանիքի ողբերգություն չէ, այն դարձել է մի ամբողջ համայնքի, մի ամբողջ երկրի կսկիծ։ Փոքրիկ Տիգրանը դարձել է բոլորիս որդին, նրան փնտրում են այնպես, ինչպես սեփական զավակին։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն երեխայի անհետացման փաստի առթիվ արդեն քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը։ Այս հանգամանքը վկայում է, որ վարկածները լուրջ են և իրավապահները բաց չեն թողնում ոչ մի մանրուք։ Հիմա այս պահին միակ բանը, որ բոլորս կարող ենք անել, դա աղոթելն է։ Ոչ ոք չի ուզում պատկերացնել այն ցավը, որ ապրում են ծնողները, բայց նրանք ուժ են հավաքում դիմանալու համար, որովհետև հավատում են, Տիգրանը կգտնվի, ողջ, առողջ, ժպտացող, ինչպես միշտ։ Սիրելի հայրենակիցներ, տարածեք տեղեկությունը, զգոն եղեք ձեր շրջապատում, եթե որևէ բան գիտեք, անգամ ամենափոքր մանրուքն անպայման զանգահարեք։ Այս պահին յուրաքանչյուր վայրկյան թանկ է։ Մեր աղոթքները ուժ են, մեր լռությունը պատասխանատու, մեր հավատը հույսի մի ճրագ։ Տիգրան, սպասում ենք քեզ, սրտներս բաց է, գրկներս պատրաստ ու սերը անվերջ, վերադարձիր, գանձ, ժողովուրդդ սպասում է քեզ։ Տիգրան, մեր փոքրիկ հրաշք, քեզ չենք ճանաչում անձամբ, բայց հավատա, դու վաղուց մեր բոլորի սրտերում ես։ Քո անունը շշնջում են ծերերն ու մանուկները, մայրերն իրենց սրտի խորքից, հայրերն ուժեղ ձայնով, բայց արցունքոտ աչքերով։ Մինչ այս դեպքը դա միգուցե մեզ համար ուղղակի մեկն է իր աշխարհում, բայց հիմա դու բոլորի որդին ես։ Յուրաքանչյուր օր, որ անցնում է առանց քեզ, ծանր ու երկար է թվում։ Քամին փչում է ու թվում է քո ձայնն է բերում։
Արևն է ծագում ու բոլորս աղոթում ենք, որ այսօր լինի այն օրը, երբ դու կհայտնվես, երբ մի հուշում կտան, մի նշան, մի լույս, որ վերջ կտա այս մղձավանջին։ Մենք չենք մեղադրում ոչ ոքի, գիտենք, ծնողներն ապրում են մի ցավ, որի չափը բառերով չի փոխանցվում։ Գիտենք, նրանք ամեն վայրկյան պատրաստ են իրենց կյանքը տալ, որ դու միայն գտնվես, որ նրանք գրկեն քեզ, սեղմեն կրծքներին ու նորից զգան քո շունչը։ Սիրելի ժողովուրդ, մեր ուժը միասնության մեջ է, ու հիմա մեր հզորությունը միայն աղոթքներով չի։ Յուրաքանչյուր տարածված գրառումն այսօր կարող է կարևոր լինել։ Յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր ենթադրություն, նույնիսկ այն, ինչը կարող է աննշան թվալ, կարող է լինել փրկության բանալին։ Եթե տեսել եք ինչ-որ բան, լսել կամ նկատել, խոսեք, գուցե հենց ձեր ձայնը գտնի Տիգրանին։ Մենք գիտենք, հրաշքներ լինում են։ Մենք հավատում ենք, որ Տիգրանը դեռ վերադառնալու է, գրկելու է իր մայրիկին, հայրիկին, քույրիկին, ու այդ օրը լինելու է լույսով լցված։ Թող Տիրոջ ձեռքը պահի նրան, որտեղ էլ որ հիմա նա լինի։ Մեզ մնում է մի բան՝ չդադարել հավատալ, աղոթել ու գործել։ Քեզ ենք սպասում, Տիգրան, ամեն վայրկյանը թանկ է, քեզ պիտի գտնենք։